Ահա արդեն անցանք այդ ճանապարհի, Իցակար-Գանձակար ճանապարհի մեծ մասը եւ արդեն բարձունքը Բերդի կողմից անցել ենք եւ իջնում ենք դեպի Իջևան եւ ամբողջ ճանապարհը եղել է այս վիճակում, հիշեցնեմ առաջին անգամ ասֆալտապատ վիճակում է գտնվում այս ճանապարհը, երբևէ ասֆալտապատ չի եղել եւ իհարկե բնաշխարհը առանձնահատուկ է այս հատվածներում դիմաց արդեն շուտով կերևա Իջևան քաղաքը Գանձակար բնակավայրը Գանձակարը Իջևան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է գահավորված է ճանապարհային նշաններով, գծանշումը տեղում է, այստեղ արդեն ներդրումների առաջին նախանշաններն են երևում ներքևում չգիտեմ երևում է թե չէ արդեն Իջևանն է սա աներևակայելի էր թվում այն ժամանակ մարդկանց որ ասում էին Իջևանի Բերդի մեր քաղաքացիներին որ ասում էին որ այս ճանապարհը այս վիճակում առնելու տենց շատ թերահավատ էին մարդիկ վերաբերվում հասկանում եմ ինչու, բայց փաստը մնում է փաստ։ Հիմա միջայլոց արդեն Բերդի կողմից տեսակ, որ այս ճանապարհի եւ Թթուջուր նավոր ճանապարհի շարունակությունները, Իցակար, Նավուր եւ այլն վաղը հայտարարվող մրցույթով կբերվեն վիճակի, նաեւ Գանձակարի կողմից այս ճանապարհը գնում մտնում է Իջևան եւ ինքը այլընտրանքներ է սպային չունի, քան Իջևան բնակավայրի Իջևանի միջով անցնելը, հիմա իր շարունակություն հանդիսացող ճանապարհներն էլ կբերվի նորմալ վիճակի, հետագայում արդեն կնայենք, եթե այնքան կծանրաբեռնվի, որ անհրաժեշտ կլինի Իջևանը շրջանցող ճանապարհ կառուցել, նաեւ Իջևանը շրջանցող ճանապարհ կկառուցենք։ Հիմա չկա տեն ճանապարհ ընդհանրապես։ Այս ճանապարհն էլ ենք դժվարությամբ կառուցել, էլի շինարար փոխելով, պայմանագիր խզելով եւ այլն եւ այդպես շարունակ։ Թթուջուր Նավուրի մեծ 15 կիլոմետրանոց հատվածի որակի խնդիր է եղել եւ այդ ոչ որակյալ հատվածը նախկինում չենք ընդունել եւ նաեւ ասենք պայմանավորվածության պայմանագրի համաձայն շինարարը բոլոր թերությունները վերացրել է։ Այստեղ էլ ենք փորձում այդ ճանապարհով գնալ, բայց չստացվեց եւ խզեցինք շինարարի հետ պայմանագիրը եւ նոր շինարար ներգրավեցինք, ով խոստացած ժամկետներում ամբողջ աշխատանքը իրականացրեց, ինչի համար շնորհակալ ենք։
Էլ այս դեպքում է համոզված եմ Իջևան խոշորացված համայնքի բազմաթիվ բնակիչներ առաջ անգամ են տեսնում այս ճանապարհը։ Կարող են լինել մարդիկ, որ նույնիսկ տեղյակ չեն, որ այս ճանապարհը հիմա այս վիճակում է։ Սպորտսմեններ էլ կան, տեսակ։ Կապը ընդհատվեց, այն վերևը լավ հենապատ կար, ափսոս չկարեցա ցույց տամ։ Դե սենց, ընդհանուր առմամբ էս է, այսինքն մեծ հաշվով էական չի, որ հատվածն է, բոլոր հատվածներն էլ էսպիսին են։ Առաջիկայում էլի բաներ ունենք ցույց տալու